Այսօր կլուծենք այդ 3 գլխարկների խնդիրը, որը մեր խմբակում լուծում են 5-6-րդ դասարանցի աշակերտները։ Ունենք 3 ընկերների, ում հետ անցկացնում են հետևյալ տրամաբանական խաղը։ Նրանց ցույց են տալիս 5 գլխարկներ, որոնցից 2-ը սև են, 3-ը կարմիր։ Ու ասում են, որ իրենց աչքերը փակելու են եւ փակցնեն այս գլխարկներից 3-ը։ Որպեսզի մեզ էլ հետաքրքիր լինի, մենք չենք տեսնի, թե ինչ գլխարկներ են հագցրել նրանց, եւ նրանցից յուրաքանչյուրն էլ իր գլխարկի գույնը տեսնել չի կարող։ Եվ երբ նրանցից 2-ի աչքերը բացվում են, նրանք կարող են տեսնել մյուս 2 ընկերների գլխարկները, բայց իրենց գլխարկի գույնը տեսնել չեն կարող։ Դրանից հետո նրանց տալիս են հետևյալ հարցը. ինչ գույնի գլխարկ է քո հագին։ Ընկերներից առաջինը պատասխանում է չգիտեմ։ Դրանից մի փոքր անց երկրորդ ընկերում աչքերը նույնպես բաց են, կրկին պատասխանում է չգիտեմ, եւ մնում է երրորդ ընկերը, ում աչքերը փակ էին, եւ հետաքրքիրն է, որ նա կարողանում է գուշակել իր գլխարկի գույնը եւ պատասխանում է կարմիր։ Մեզնից պահանջում է գտնել, թե ինչպես նա կարողացավ որոշել իր գլխարկի գույնը։ Անցնենք խնդրի լուծմանը։ Դե, եկեք նախ ամեն ինչ նայենք առաջին ընկերոջ տեսակետից։ Ենթադրենք նա տեսել է, որ մյուս 2 ընկերների հագին սև գլխարկ է։ Դե դա ինչ է նշանակում, որ 5 ցույց տրված գլխարկներից 2 սևը հաստատ իր հագին չեն եւ կարող է արդեն վստահաբար ասել, որ իր հագին կարմիր գլխարկ է։ Բայց քանի որ այսպիսի բան տեղի չի ունեցել, ուրեմն մյուս 2 ընկերների հագին սև գլխարկներ չէին։ Եվ երկրորդ ընկերը կարող է մտածել, որ իրենց 2-ի հագին կամ սև ու կարմիր գլխարկ է եղել, կամ 2 կարմիր գլխարկ է եղել։ Չէ՞ որ եթե 2 սև լիներ, առաջին ընկերը չգիտեմ չէր պատասխանի։ Ու եթե նա տեսներ երրորդ ընկերոջ հագին սև գլխարկ, ապա հաստատ կիմանար, որ սև ու կարմիր գլխարկների տարբերակն է եւ կպատասխաներ, որ իր հագին տակը մնացած կարմիր գլխարկն է։ Բայց քանի որ նա այդպես չի պատասխանել, ուրեմն երրորդ ընկերոջ հագին սև գլխարկ չէր։ Եվ երբ երկրորդ ընկերը պատասխանում է չգիտեմ, երրորդը արդեն կարող է այս ամենը մտածելով հասկանալ, որ իր գլխին սև գլխարկ լինել չէր կարող, այդ դեպքում իր գլխին կարմիր գլխարկ է եւ նա այն հարցին, թե ինչ գույնի գլխարկ է իր հագին, կպատասխանի կարմիր։